Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կամարների տակ վաղ առավոտից մանուկների թոթովանք էր թևածում։ Մեծերը երեխաների հետ շտապել էին եկեղեցի մասնակցելու տոնական պատարագին, հաղորդակցվելու մեր սրբություններին եւ ստանալու հոգեվորականների օրհնությունը։ Գրկերում ամուր պահած իրենց զավակներին աղոթում էին նրանց անամպ մանկության եւ խաղաղության համար։ Մանուկներն էլ հույս, հավատ եւ սեր էին տարածում իրենց օրհնաբեր ներկայությամբ։ Մանուկը դառնում է եկեղեցում դերակատարը, առաջին դերակատարը, առաջին պլանում է, ամեն ինչ իր շուրջն է եւ այս գաղափարի մեջ իհարկե մեր բոլոր ծնողները պետք է աշխատեն իրենց երեխաներին գոնե այսօր, եթե ոչ ամեն կիրակի եկեղեցի տանել։ Ըստ մեր եկեղեցու հայրերի Աստվածորդու արչև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը Քրիստոսին խոստովանելը։ Ոստեր եւ ճյուղեր ընծայելը առանձնակի պատիվ եւ փառաբանություն է նշանակում։ Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան։ Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու եւ արմավենու ճյուղեր ընծայելը նաեւ մահվան հանդեպ հաղթանակն է խորհրդանշում։ Ծաղկազարդը միայն ուրենու ճյուղերը չեն, միայն ծաղիկները չեն, միայն տրամադրությունը չէ։ Ծաղկազարդը ավելի մեծ խորհուրդ ունի բուն ավետարանական դրվագի վրա հիմնված, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս մուտք է գործում Երուսաղեմ։ Սովորական ամենօրյա մտնելու նման մի բան չէ սա։ Սա թագավորապես, որպես արքա, ճանաչված արքա մուտքն է, որտեղ վկայվում է, թե արքան ինչպիսի խոնարհությամբ, ինչպիսի սիրով, ինչպիսի օրհնությամբ է մուտք գործում Երուսաղեմ եւ ովքեր են առաջին դիմավորողները։ Ով բարեխնամ եւ ամենակալ Աստված, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայր։ Սուրբ Պատարագի ավարտին Մար եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը մանուկների օրհնության կարգ կատարեց։ Հոգևորականների դասն աղոթեց, որ Բարձրյալն իր բարի ու քաղցր հայացքի ներքո պահի բոլոր երեխաներին։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միության անդամները հոգացել էին, որ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպված տոնական միջոցառումը ուրախությամբ վարակի բոլորին։ Ուզում էինք երիտասարդաց միությամբ, որպեսզի մանուկները, այսօրվա մեր հրաշքները լինեն, զգան այն խանդավառությունը, այն ուրախությունը, երբ Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, երբ այդ ժամանակ մանուկները աղաղակելով դիմավորեցին Հիսուս Քրիստոսին, ասելով օրհնություն Դավթի որդուն։ Ցանկացանք ավելի այդպես մոտիվացնել բոլորին, մանուկներին, քանի որ նաև մանուկների օրհնություն է այսօր։ Մանուկներին ավելի ուրախություն պարգևել մեր փոքրիկ այսպես միջոցառումով, անակնկալներով լինելու է պար, երգ, ուրախություն, նվերներ, հյուրասիրություն։ Բոլորին հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին, նաև այս միության աշխատանքները շարունակական են լինում, բոլորին սիրով հրավիրում եմ։ Տեր հայրը ծնողներին խնդրել էր ազատ թողնել երեխաներին եւ չանհանգստանալ, քանի դեռ նրանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարկի տակ են եւ Աստծո անմիջական հայացքի ներքո։ Սուրբ Հարության հրաշափառ օրվանից մեզ մեկ շաբաթ է բաժանում։ Առջևում Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, դժոխքի ավերման եւ հոգիների ազատման օրերն են։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։